Պատմությունը կրկնվում է հայտնի խոսքը տեղին է նաև այստեղ։ Կառուցման դժվար ու բարդ ճանապարհ անցած հայոց ցեղասպանության հուշահամալիրը այսօր նույնքան դժվարությամբ վերանորոգվում է։ Այն ժամանակ պատճառը խորհրդային բարքերն էին, հիմա ներքաղաքական իրողությունները։ Մեր բևեռացված հասարակությունում այս խնդրի շուրջ կարծիքներն են նույնքան բևեռացված։ Սկսած այն պարզ ազնիվ համոզմունքներից, որ հուշարձանը վերջապես վերանորոգվում է եւ վերջացրած նրանով, որ այն քանդվում է, հատուկ Թուրքիայի պահանջով։ Մեծ Եղեռնի հուշահամալիրը, որը կառուցվել է շուրջ 60 տարի առաջ, Հայաստանի խորհրդանիշներից ու գլխավոր կառույցներից մեկն է հանդիսանում։ Հայաստան բարձրաստիճան պատվիրակությունների այցերի ժամանակ այս վայրը եւս պարտադիր ուշադրության կենտրոնում է, հետեւաբար միշտ պետք է լինի իր նշանակությանը համապատասխան եւ պատշաճ տեսքի։ Հենց այս հանգամանքը նաեւ այն, որ կառուցման օրվանից չի վերանորոգվել, հիմք հանդիսացան այստեղ շինարարական բարեկարգման աշխատանքներ ձեռնարկելու։ Մարդիկ այստեղ սովորաբար այցելում են տարվա ընթացքում մեկ անգամ, ապրիլի 24-ին։ Ծաղիկներ են խոնարհում եւ իրենք խոնարհվում անմար կրակի մոտ։ Ամեն մեկը իր մտորումներով, մտքերով, նախնիներից լսած անձնական պատմությունների մասին հուշերով։ Եվ հասկանալի է, որ ուշադրություն չեն դարձնում տասնյակ տարիների ընթացքում ձյան տեղումներից, հանձերևաջրերից, կիզիչ արևից, տաք ու սառը օդից ու քամիներից բնական ընթացքով քայքայված, ճաքերտված եւ տեղաշարժված մույթերի սալաքարերին։ Քարերից մեկն է, որը այդ նույն ջրերի պատճառով հրել դուրս է հանել։ Այս քարերը մի քանի անգամ փոխվել են։ Այս անյունի քարերի մեծ մասը ճաքել են։ Եվ հիմա այդ քարերը պետք է փոխել։ Տեղեր կա, որ քարերը դուրս են եկել։ Շարքի միջից դուրս են եկել եւ դեպք կարել, որ ընկել են ներքև կոտրվել են։ 12 մույթերից 3-ի վերանորոգման աշխատանքները ամբողջությամբ ավարտված են։ Մյուսին 9-ը իրականացվելու են ապրիլի 24-ից հետո առնվազն 1 տարի դրա համար կպահանջվի։ Բայց հիմա արդեն հստակ երևում է վերանորոգված մույթերի եւ հների տարբերությունը։ Հին մույթերը ժամանակին սալապատվել են փարաքարի բազալտով։ Հիմա փարաքարի հանքը գոյություն չունի, ավարտված է, սպառված է։ Դա համար պետք է ընտրել նոր քար։ Եվ այդ նոր քարի տարբերակները բերեցին մենուշները, որ հանքում ինչ տեսակ բազալտ կա, եւ դրանից ընտրեցին Արանուսի բազալտը։ Այս բազալտն է, որը ինչպես տեսնում եք, շատ չի տարբերում իրանից։ Ու որակական այդ բարդություններով չի զիջում։ Այո։ Սաշուր Քալաշյանը այս կառույցի համահեղինակ ճարտարապետն է։ Բացատրում է, թե ինչու էր վերանորոգման աշխատանքների կարիք առաջացել, բայց թե մինչև հիմա տարակուսած է, ինչու հանկարծ կարևոր այս ծրագիրը, որը միմիայն դրական արձագանքներ պետք է ունենար, դուրս եկավ մասնագիտական քննարկումների տիրույթից եւ դարձավ քաղաքական շահարկումների թեմա։ Մարդկանց մոտ ինչ-որ ինֆորմացիա էր տարածվել, թիպեր ցեղասպանություն արդեն պետք չի ճանաչել։ Պետք է հուշարձանը դրա համար քանդելների մաս չունի բարելը։ Այդ նույնը տարածվեց անիմաստ հետ։ Դե հիմա այդ մարդիկ, որոնք այդ աղմուկը բարձրացնում են, կարծեմ ամեն ինչից կարող են աղմուկ բարձրացնել եւ կարող են այսպես սխալ մեկնաբանել ամեն ինչ ցանկացած բան է, դրանց ուշադրություն էլ պետք չի դարձնել, անգամ ինչպեսի խոսակցություն, որ իսկ ինչու այս բաները, քարերի արանքը որ կան, այդ շերտերը, դե կարերը ինչու լծված են։ Լծված են, որովհետև պարզվում է, որ տեխնոլոգիական այդպեսի պահանջ կա, որ հնարավորություն լինի մի քանի արևային, մի քանի ինչ-որ շաբաթների, ամիսների ընթացքում խոնավությունը ներսից դուրս գա, նոր եւ լծվի։ Տարբեր հեռուստաեթերներում, սոցիալական ցանցերում, լալահառաջ ձայնով ու մեղադրական երբեմն հայոյախառն խոսքերով նյութեր էին անընդհատ հայտնվում։ Ազգը խայտառակ են անում, այնինչ տեղի է ունենում հուշահամալիրում սոսկալի է, սա փողերի լվացում է, սա Թուրքիայի պատվերն է, սա ուրացման քաղաքականություն է, վերանորոգման քողի տակ քանդում են պետականությունը եւ այլն։ Մեղադրանքներ, նույնիսկ անեծքներ ուղղվեցին անգամ այն մարդուն, ով այս կառույցի հեղինակն է։ 90-ամյա վաստակաշատ ճարտարապետին, ով իր հայրենիքի համար ավելին է արել, քան իր բոլոր քննադատները միասին վերցված, ով այս կառույցին վերաբերվում է իսկական հոգատարությամբ, սրտացավությամբ, ինչպես ծնողը զավակին։ 27 տարեկան է եղել Սաշուր Քալաշյանը, երբ մյուս գյումրեցի հանրահայտ ճարտարապետ Արթուր Թարխանյանի հետ նախագծել է այս կառույցը։ Հանկարծ մի պահ պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե իրականում վտանգ սպառնար, քանդեին այս շինությունը, եւ այդ հարցը տալիս եմ ճարտարապետին։
Իմ մտքով չի անցնում այդ տարբերակը։ Դրա համար չեմ էլ պատկերացնում ինձ զգացում, ավելի լավ կլինի, ես ներկա չլինեմ։ Կենթանի չլինեմ։ Ճարտարապետի այս խոսքերից հետո գուցե ոմանք, ովքեր ազնիվ են սեփական խղճի հետ եւ ընդհանրեն այս բուրըն ներքաղաքական վտանգավոր հորձանուտում մոլորության մեջ են հայտնվել, փոխեն վերաբերմունքն ու հայացքները։ Հիշելով նաեւ, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նույն կերպ վերանորոգվում էր Ծիծեռնակաբերդի հուշասյունը, սակայն այն ժամանակ ոչ մի աղմուկ աղաղակ չեղավ։ Արտակ Հովհաննիսյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։